Բարի լույս։ Ժամը 12-ն է ուղիղ։ Ես հասցրել եմ արդեն գնամ մազերս կտրեմ ու հետ վերադառնամ։ Այսօր երկուշաբթի օր է։ Երեկ ես մտածել էի սենց հատուկ, որ երկուշաբթվանից ես կնկարեմ շաբաթվա վլոգ, որովհետև կգրած գնում եմ մազերս կտրելու, լիքը տարբեր բաներ եմ անելու այս շաբաթվա մեջ։ Այսօր արթնանում եմ ու հեչ, չգիտեմ, դուրս չեմ գալիս ու սենց ենթագիտակցորեն հիշում եք 2010 թվականներին յութուբերները սենց վիդեոներ էին նկարում։ Հետևորդներս կառավարում են իմ կյանքը։ Ու ինչ որ սենց հարցում էին անում, հետևորդները ընտրում էին ու տենց շարունակում են, ասենք, ինչ եմ ուտելու այսօր, տոստ թե ավսյանկա, ինչ որ այսպես բաներ։ Ու ես հասկացա, որ ես ենթագիտակցորեն այդ challenge-ն եմ անում, հետևորդներս կառավարում են իմ կյանքը, որովհետև Կիրակի վիդեո էի post-ել Բուդապեշտից վլոգ, որը ես մոնտաժել եմ երևի տենց մի ամսվա ընթացքում ամեն օր մի քիչ, վերջապես մոնտաժել եմ, գցել եմ, այդ challenge-ի մտքում սենց էր հնչում։ Եթե այդ վլոգը հավաքի 100 like կամ չգիտեմ 1000 view մի օրվա մեջ, ես կնկարեմ շաբաթվա վլոգ։ Իհարկե այդ վլոգը չի հավաքել ոչ 100 like, ոչ 1000 view մի օրվա մեջ։ Առավոտը զարթնել էի, ասացի, «Վсё, այդ challenge-ով հետևորդները կառավարում են իմ կյանքը», նշանակում է հետևորդներն ինձ են կառավարել, որ ես չեմ նկարում վլոգ, ու ինչ որ տեսակ ինձ լավ էլ չի զգում առավոտը, բայց ես գնացի։ Մազերս լվացին, որ լվալու ընթացքում սենց տեսակ մասաժել են անում գլուխը, սենց կայֆ, կտրեցի, թարմացրեցի, կտացի սենց թվում է, թե ընդհանրապես բան չկար կտրած, բայց ես վերջերս մազերս ուղղացնում էի, ու սենց մոտավորապես այսքան էր երկարություն։ Թարմացրեցի շերտերը, ինչ-որ նոր ֆենելու ձև է, որ ընտրել եմ, միշտ սենց մի տեսակ խոճուճ էի ընտրում, ես անգամ ասեցի մի քիչ ավելի որ ուղիղ լինի, ավելի պշնի, ու հասկացա ինչքան է դուրս գալիս։ Ու նենց էր, որ առավոտյան որ գրանցվել էի, ստիպված գնացի, բայց ընդհանրապես հավես չունեի, դաժե չքսված եմ գնացել, ընդհանրապես քսված չեմ հիմա, նաև, ու հասկացա, որ ընդհանրապես մազերը նենց մեծ բան են փոխում արտաքինի մեջ մարդու, որ առավոտյան ընդհանրապես չքսված եմ, շատ գեշվատ, ու հետ եմ գալիս տուն, բարձր տրամադրությամբ, սիրուն մազերով, վերցնում եմ իմ մեծ ամերիկանոն, մեծ սառը ամերիկանո, արդեն իսկական սառը կոֆեների սեզոնը բացա, արդեն երևի մի շաբաթ առաջվանից, նենց տաք է դրսում, այսինքն կարճաթեով եմ գնացել, ժակետ կուրտկա, ահա որ շոքում էի, առավոտը նաև ինչի էի տենց տխուր ու անտրամադիր, որովհետև իմ միակ սպիտակ կեդերը պոկվել են, չգիտեմ, ինձ հասկացողներ կլինեն, իմ ամենասիրելի սպիտակ կեդերը, ուզում թազեն առնեմ, բայց ես մի շաբաթ առաջ սկսել եմ no buy ամիս, այսինքն մի ամսո մեջ, որ ոչ մի բան չառնեմ, ու արդեն պրովալա գնացել, fail եմ արել այդ իմ challenge-ը, որովհետև ես գնացի Wildberries ու վերցրեցի Wildberries-ից իմ պատվերը։ Նենց որ իմ no buy challenge-ը համարում եմ փակված, այդ challenge-ը սկսել էի նրա համար, որովհետև հասկացա, որ երկար ժամանակ ես իմ մոտ չի եղել նենց զգացում, որ ինձ ինչ-որ մի բան պետք է, որ ինձ օրինակ պետք է նոր ինչ-որ մի իր առնել, որովհետև հինը ասենք մաշվել է, կամ էլ չեմ կարող օգտագործեմ, ես ուղղակի դուրս գալիս է ուզում եմ նոր իրեր, բայց երբեք չեմ գնել ինչ-որ նոր իր, որ օրինակ պետք է։ Փոքր ժամանակ տենց պետքայով էի առնում, որ հին ջինսս մաշվել է, նորն է պետք։ Իսկ հիմա ամեն ինչը մենակ ուզելով է։ Բայց հասկացա, որ այդ իմ մասին չի, ես սիրում եմ նոր բաներ առնել, ես սիրում եմ շոփինգ անել, ես սիրում եմ օնլայն գնումներ անել, ու երբ որ նենց մի բան եմ գտնում, որ ավելի սենց մտածողությամբ եմ, ավելի երկար մտածելով եմ ինչ-որ գնումներ անում, համեմատած առաջվա իհարկե, մեկ այլի անում եմ գնումներ, բայց հիմա փորձում նենց առնեմ, որ մի հատ մի բան առնեմ ու երկար օգտագործեմ, ու նույնը կեդերի մասով, ուզում այսօր նստեմ ու ինձ կեդեր մանգամ օնլայն, ինչ-որ լավ որակով, լավ կեդեր, որ էլի մի 5 տարի կհագնեմ, իմ անցած Skechers-ս առել էի, Skechers ֆիրմայից ու 5 տարի հագել եմ այդ կեդերը։ Ուրեմն, ինչ եմ պատվիրել, անցնենք բուն թեմային, պատվիրել եմ պրայմեր դեմքի, ինչ-որ շատ տարօրինակ ֆիրմայի, բայց ինձ այս պատվերը անելուն ինձ դրթել է TikTok մի հատ, TikTok-ում նայում էի ու մի հատ
աղջիկ մի հատ բլոգեր ռիվյու էր անում այս պրայմերը։ Ասում էր, որ ինքս ինձ շատ ժելեի պես է։ Ու ես ասեցի, ինչու ոչ։ Պատվիրեմ եւ փորձարկեմ, 1700 դրամ արժեր։ Ահա։ Կակրած մեյքափ չկա դեմքից։ Ուրեմն, որ հասկանաք ինչքան պինդ կոնսիստենցիայով պրայմեր է։ Սենց նեյտրալ հոտ ունի, ավոկադոյոտ նեյտրալ հոտ ու իմ համար կարևոր է նա, որ ես ուզում տեսնեմ քսելուց հետո ինքը կպնող կլինի, թե չէ, սենց կպչուն կլմնա, թե չէ։ Օ։ Իմ համար կարևորը մի նոր բան, որ նոր եմ իմացել, որ պրայմերը լինի water-based, այսինքն իր սաստավի մեջ լինի ջուր ու այս հենց այդ տիպի է, օգտագործում BB կրեմ, որը էլի ջրի ասնովայի վրա է, իր հիմքը, ինգրեդիենտների մեջ սաստավը ջուրն է, ու իրանք ավելի լավ են իրար հետ համագործակցում մաշկի վրա, երբ որ այդ երկու պրոդուկտն էլ ջրի հիմքի վրա է։ Ու առաջ ես ուրիշ պրայմեր էի օգտագործում, չորացնում էր մի տեսակ մաշկս, ու դրա վրայից վիպին կսում էի, սենց կետիկներ էր մնում, որ հավաքվում է մի տեսակ տեղ-տեղ, չորացած մնում, ու ինձ թվում էր, թե իմ BB կրեմն է, չգիտեմ, ժամկետ է անցել, փչացել եւ այլն, բայց ամեն ինչ նորմալ էր BB կրեմի հետ, ուղղակի պետք է համապատասխան պրայմեր օգտագործել։ Ամեն երկուշաբթի գնում եմ Дима, там кролик. Иди сюда, кролик там, быстро. Видишь? Да. Сейчас за машину. The forbidden child attracts attention. Percy Jackson and the Olympians. 12+ չգիտեմ 6+ սերիալ է երևի։ Երեխեքի մասին, բայց հավեսս տվեց։ Նաև նայում եմ ինձ ինչ-որ կետը կողքից։ Չգիտեմ, հլոոր ոչ մի բան դուրս չի գալիս։ Նախաճաշս վերջապես պատրաստ է, առավոտից բան չէի կերել, այստեղ մարոլ, չերի լոլիկի չիչ, ավոկադո, պանիր, պեստո սոուս, քրիմ չիզ, կանաչ սող ու հաց։ Ու ձուն առանձին։ That's like step 37, and we're still on step 4. Ես արդեն գսվել եմ, պատրաստվում եմ, որ տնից դուրս գամ։ Այսօր երեքշաբթի է, ու այսօր day off ունեմ, այսինքն չեմ աշխատում ամբողջ օրը, ու գնում եմ մամայիս հետ լանչի, չէ մի հատ կաֆեշկա։ Նոր եկել էի ասեի, որ մինչև վերջ դեռ չեմ գսվել, մինչև շարունակելը թարթիչներ, ինչ-որ շորթներ գսելուց առաջ ուզում էի գնայի ցայվեի։ Ու հասկացա, որ ցայվել բառ կա, թե չէ։ Ու սկսեցի ինքս ինձ մի հատ հարցականի տակ դնել, ինձ որ այդ բառը ամբողջ կյանքումս օգտագործել եմ, բայց արդյոք գոյություն ունի տենց բառ։ Այսինքն գլուխդ չես լվանում, մենակ մարմինը, դա լողանալ չի, ցայվել է։ Ընդհանրապես ամբողջ կյանքում տենց եմ ասել։ Բացեցի Google-ը, search տվեցի ու հայերեն բառարանում փաստորեն հենց ցայվել բառ կա, որը նշանակում է ջրով մարմնիդ վրա անցկացնել, ջուրը մարմնիդ վրա անցկացնել։ Գիտեմ ինչի ինձ թվում էր, որ այդ ինչ-որ ասենք ռուսական բառ է, որ տենց սխալ ենք արտասանում։ Փաստորեն կա տենց բառ։ Ձեր համար մի վայրկյան անցավ, իմ համար 20 րոպե, սենց ականջողերով վզնոցով ես աբադոկով, ոնց որ ինչ-որ, չգիտեմ, շեխիրի զադա լինեմ։ Ամեն դեպքում փոքր ժամանակ սենց էի մտածում շախիրի զադան ինչ տեսք ունի, դաժե չգիտեմ այդ ով է։ Կստати, եսի լայվ խակա, որ սովորել եմ, այս սենց աբադոկով, որ վերև եմ պահում մազերս, սենց աբյոմնի մտեսակ ոնց որ ֆենած լինի մազերս, լավ աբյոմնի չոլ կա, բայց նենց շոկ է դրսում, չգիտեմ ինչ հագնեմ։ Արի միասին որոշենք։ Ուրեմն, ցույց եմ տալիս մեր օպշնները։ Օպշն համար 1։ Ռոքսերով օպշն համար 2 այս տեղին ժակետը արդեն շատ շոք է ու հանգիստ կարելի է ուղղակի այսպես դուրս գալ
Մոտավորապես sense style արած։ Իսկ այսի ավելի գարնանային է, ինչ-որ գարնանային vibe-ա։ Ման այս սումուչկայով։ Չգիտեմ, ես գնամ շարունակեմ մտածել ինչ եմ հագնելու։ Ու արդեն վերջնական արդյունքը դրսում կտենաս։ Որոշեցի էքսպերիմենտ արեմ Coffee House-ից ու պատվիրեմ ոչ ամերիկանո ու սենց ինչ-որ մարոժնիով, պիստակով, افوکادո եմ պատվիրել, որտեվ շատ շոկ է ու ինչ-որ սենց քաղցր դիսերտ էի ուզում։ Այս ժամին Coffee House-ում իհարկե ահավոր հերթ էր, բայց նենց հավեսով գնացի, պատվիրեցի, երկար սպասեցի մինչև պատվիրեմ, հետո սպասեցի մինչև պատրաստ կլինի, բայց ինձ կայֆ արևի տակ նստած սպասում էի ու այդ պրոցեսն էլ կոֆեին սպասելու էլի շատ հաճելի է։ Սենց գթալ էլ տվեցին, բայց չեմ պատրաստում օգտագործում, այս ձողիկով շատ հավեսով լինում է որպես գթալ օգտագործել։ Իհարկե թափեցի վրես, ոչ միայն շալվարից, նաև սպիտակ մայկայից, սուպեր։ Պաստա կուտես, մամ։ Մենք պատվերը կատարեցինք ու մեզ ուղղակի այս մոտեցրեցին, ասացին որպես հյուրասիրություն։ Ինչ cute է։ Պորցիաները ահավոր մեծ են։ Կտեսնի։ Կբացի սուրպրիզ կլինի։ Ինչ ասեմ, բարի լույս, այսօր չորեքշաբթի է։ Երեկ նաև Նյու Յորքերից մի հատ սպիտակ տոպ եմ առել, արդեն լվացել եմ, հասցրել եմ, սովորական սպիտակ տոպ,
որից էլի ունեի։ Էս ինչ գույնի է հետևից ֆոնը։ Ոնց որ ինչ-որ սիմուլյացիայի մեջ լինեմ։ Էս ինչ գույնի է երկինքը։ Հիմնականում ես չեմ սիրում նոր առած իրը բերեմ տուն մի անգամից լվանամ, այսինքն հագնելուց առաջին հագնելուց առաջ լվանամ, ճիշտ է հասկանում եմ, որ խանութում լիքը մարդիկ ինձնից առաջ լիքը անգամ փորձել են եւ այլն, բայց այդ մի անգամ լվանալը արդեն ոնց որ մինուս կյանք է տալիս այդ իրին, ոնց որ եթե օրինակ 3 կյանք ունի խաղը սկսելուց առաջ, արդեն դառնում է 2 կյանք։ Չէ՞ ոնց որ ամեն լվանալով կյանքերը քչանում այդ իրի։ Իմ ուղեղում այդ ամեն ինչը տենց տեսք ունի, չգիտեմ ինձ հասկացողներ կան թե չէ, բայց սպիտակ տոպը վերջին մի ռազմերներ S ու մի քիչ կեղտոտ էր ու հաստատ երևում էր, որ ինձնից առաջ հագել են։ Հասկացա, որ ինձ սպիտակ տոպա պետք, որտեղ ընդամենը մի հատիկ ունեմ ու երբ որ էդիկցիոն լվալու, ուրիշը չունեմ դրան փոխնորդ հագնելու համար։ Միակ բանը, որ փոշմանեցի, որ փոքրն եմ վերցրել, պետք է իմ մշտական մեծ ամերիկանան վերցնեի։ Սենց քայլում եմ, բայց ոչ մեկ դաժե չի կասկածում, որ իմ շոփերի մեջ այս պահին պասուց տոլմա կա։ Ինչ համով է։ Բաժակից վրա միշտ Միլենային գրում, դաժե առանց հարցնելու, որտեվ քրոջս QR կոդն եմ անցկացնում։ Այսօր էլ ինձ կլասնի էր, հենց մոտիկացա քոֆի հաուսին, մի անգամից ասեցին սառը մեծ ամերիկանո առանց շաքար, ասեցի չէ փոքր ու փոշմանեցի։ Չգիտեմ, ինձ թվում է, որ հեսա կվերջանա, չնայած այսքան կա, բայց ցենց չեմ խմում, ինչքան կարում եմ դիմանում եմ չեմ խմում, որ հասնեմ տուն, ցենց նստեմ ու վայելեմ այս ամերիկանոս։ Շենց որ շատ եմ արդեն կոֆե խմել։ Բարի լույս, այսօր 5 շաբթի է, ես գնում եմ յոգայի։ Ոչ մի բան չեմ հագել, ոչ մի ժակետ, որտեղ նենց տաք է։ Ես վերադարձա 2 բաժակ կոֆեից հետո, հազիվ հիմա կարողանում ընդհանրապես operate անեմ, ֆունկցիաները, մարդու ֆունկցիաներ կատարեմ, որովհետև գլուխս նենց սկսեց ցավալորվա կեսում, ոչ մի, չգիտեմ, էներգիա, ընդհանրապես էներգիա չունեի, չնայած առավոտը յոգայի գնացի, ինձ շատ լավ էի զգում, բայց դրանից հետո արդեն սենց մինուս էր ուղեղս ուղղակի, ու հասկացա, որ այդ ընդամենը կոֆեինի պակասից էր ու ճնշումս ընկել էր, անընդհատ հորանջում էի, զգում էի ոնց է թմրում ձեռներս, ու հասկացա, որ ես չեմ կարող ապրեմ առանց կոֆեի։ Ամենավատը այն է, որ ես ուզում էի մաչա խմեի, որ մի քիչ ավելի դանդաղ այդ կաֆեինի բուսթը լիներ, բայց մաչա չունեմ ու կոֆե խմեցի ու հասկացա, որ մոտս սենց մի հատ ահավոր ուժեղ սենց պիկ եղավ կաֆեինի ու էներգիայի բարձրացման, սենց մի տեսակ հիպերակտիվ դարձա, ինչ որ սենց մի ժամվա ընթացքում բոլոր գործերս արեցի, նստած աշխատում էի, միլիոն հատ գործ արեցի, հիմա զգում եմ ոնց է սենց այդ էներգիան սենց իջնում արդեն, այդ կոֆեինի պիկը անցել է, այսօր գիշերը լինելու է full moon, հայերենը ոնց է այդ կոչվում, ամբողջական լուսին, կլոր լուսին, արդեն սենց ես հենց հիմա նստած եմ, նայում եմ պատուհանից դուրս, լուսինը նենց ուժեղ է լույս տալիս, որ սենց անգամ լուսավոր սենյակում աչքի է ընկնում, կլոր լուսինը սենց սև երկնքի մեջ ու շատ սիրուն է, ուրեմն, դա ու հենց այս պահին կարդում եմ full moon for Gemini today, այսինքն
այդ կլոր լուսինը երկվորյակի համաստեղության համար, որը ես եմ, այսօրվա համար, ոնց է այդ ինչ-որ մի ձև ազդում է, արդյոք թե չէ։ Daily planner for Gemini moon by April. Today's mood. Curious. Հետաքրքրասեր։ Գտամում է այս հետաքրքիր, բայց ես կարդում եմ։ Այսօրվա հարցը, հարցեր ամեն ինչի մասին։ Մերկուրի, ընդհանրապես երկվորյակների մոլորակը Մերկուրին է, Messenger of the Gods, աստվածներին, վայ, ես ինչ վատ եմ թարգմանություններից, որ նամակներ են ստեղ փոխանցում աստվածների միջև, շատ վատ եմ, հայերենով այս բառերը ընդհանրապես ինձ թվում է երբեք չեմ օգտագործել ու իմ բառապաշարում գոյություն չունեն հայերենով, այնքան եմ անգլերենով ու ռուսերենով մեդիա consume անում, այնքան եմ անգլերենով ու ռուսերենով երբ որ մտնում սոցիալական ցանցեր նայում ամեն ինչ, ընդհանրապես դաշը գրքեր, ֆիլմեր, սերիալներ, ամեն ինչ մենակ այդ լեզուներով, հայերենով ընդհանրապես այս վերջերս ոչ մի բան, բայց հենց նոր ինչ հարց իմ մտքում ծագեց, կան Greek gods, չէ, հունական աստվածներ, Zeus-ը ու իր երեխեքը, ու Մերկուրին, այդ ինչ աստված է, հաստատ հունական չի, Mercury god in Greek, սպասեի, ուրեմն Մերկուրի, այդ մոլորակների անուններով աստվածները, այդ հին հռոմեական աստվածներն են, իսկ հունական աստվածները, հունական միֆոլոգիայի, այդ Հերմեսն է, Հերմես, այդ աստվածի անունը Հերմես է, ոչ թե ոնց այդ բրենդը, Էրմե, չգիտեմ ոնց է կարդացվում, հաստատ սխալ արտասանեցի, խնդրում ինձ cancel չանեք կոմենտներում դրա համար, բայց ոնց որ ամեն մեկը իր համապատասխան ունի, հունական ու հռոմեական աստվածները, հետաքրքիր էր, այս մի բանը գիտեի, բայց սենց որպես ֆիքսված ինչ-որ ինֆորմացիա երբեք չեմ կարդացել, հիմա կիմանամ, դուք էլ կիմանաք, եթե լսեցիք։ Ասում եմ, որ այսօր իմ մոտ ամենալավը կստացվի ինչ-որ assignment-ներ անել, զանգեր անել, կարդալ, գրել, կոմունիկացիան, աշխատանքային գործեր, դոզեց։ Բայց պասեք լուսինը ցույց տամ սյոժ, ինձ թվում է իմ հեռախոսի կամերան պետք է որ նկարի, լավ։ Այնքան հիասթափված եմ, ինչքան վատ նկարեց հենց նոր իմ iPhone 16-ի կամերան, երբ որ ես իմ iPhone 8 Plus-ով ամեն ինչ երևում էր լուսնի վրա, ամեն կետիկ, ամեն սենց որ նմանաբաների, չէ, այսինքն ամեն կետիկ, ամեն պիտնո լուսնի վրա երևում էր։ Իսկ հեռախոսի կամերան ընդհանրապես չէ, վсё։ Ու մոռացա ասեմ, որ սովորաբար ես ուրբաթ օրերը չեմ գնում ինչ-որ յոգա կամ stretching-ի, բայց վաղը ասոբի օրա, որ իմ սիրելի յոգայի teacher-ը փոխարինում է մեկին stretching-ի համար, ու ես անպայման ուզում եմ իր մոտ գնամ, որտեղ մանավանդ երկու շաբթի գնացել եմ մազերս կտրելու, չէի գնացել stretching-ի շաբաթ, ստացվում ընդհանրապես մի անգամ յոգայի եմ գնացել այսօր։ Ուզում եմ վաղը գնամ stretching-ի, բայց այդ stretching-ը 9:30 առավոտյան։ Ու ես գիտեմ, որ ես հնարավոր իմ համար շատ դժվար է այդքան շուտ արթնանալ, որ 9:30 այնտեղ լինեմ։ Իմ հիմնականը որ մաքսիմում ամենաշուտը արթնանալը ժամը 9:30-ն է հենց ուղիղ կամ 10-ը, բայց ինչ եմ արել, որ ես իրոք մոտիվացիա ունեմ իրականում որ գնամ, որ կարողանամ արթնանամ, որ ես այդ պատասխանատվություն ունենամ շուտ արթնանալու, ես իրան գրեցի, որ ես վաղը 9:30 ես կգամ ձեր մոտ stretching-ի ու վсё։ Հիմա այդ պատասխանատվության զգացումը, ես ընդհանրապես շատ պատասխանատու մարդ եմ, դրա համար այդ պատասխանատվության զգացումս ինձ չի թողնի, որ ես skip անեմ ու չգնամ։ Հենց որ ես մտածում եմ, ես vlog-ը իրականում ստեղ կավարտվի, բայց քանի որ վաղը գնում եմ stretching-ի, ուզում եմ ունենամ այդ ռիսկը, հաղթահարեմ այդ ռիսկի զգացումը ու խնդրեմ կլինի արդյոք նկարել stretching-ի ընթացքում, որտեղ նենց կուզեի ինքս ինձ նկարեի։ Սենց կայֆոտ սիրուն դնեմ vlog-ի մեջ, նենց որ վсё։ Վաղը առավոտ շուտ կտեսնվենք։ Բայ։ Բարի լույս, ես արդեն ահավոր ուշանում եմ, ոնց որ հիմա արագի մեջ արևապաշտպանը կքսենք։
Այ հիմա կարամ ասեմ բարի լույս։ Ինքս իմ վրա ահա որ զարմացած եմ, ոնց կարացա ասեն շուտ սարթնեմ։ Բայց մի հատ նենց հետաքրքիր բան նկատեցի, ես օրինակ հատուկ գնացել եմ այսօր իր մոտ, որտեվ գիտեմ, որ ինքը ինչ որ դժվար վարժություններ չի անում, այսպես ասած ինչ որ գիմնաստիկա չի անում, էլի չի պարապացնում, ասենք օլիմպիադայի համար, այլ ուղղակի որ գնաս ինքդ քո մարմինը բացահայտես, շնչառությունը նորմալիզացվես, չգիտեմ, բալանս սովորես եւ այլն, ու պատրաստվես ասենք այդ օրվա, որ այդ յոգայի կամ սթրեչինգի դասից հետո ամբողջ մարմինդ չցավա, իսկ մնացած բոլոր ուրիշ տրեներները ասես լրիվ շատ ուժեղ, ինչ որ ինտենսիվ ուժային բաներ են անում, ու այսօր հանդերձարանում, այսօր դե ինքը փոխարինող էր, իսկ ես հատուկ գնացել էի, որ հենց իր մոտ լինեմ ու գիտեմ, որ ինքը տենց ինչ որ ուժեղ բաներ չի անում, հանդերձարանում մնացած մարդիկ, որ իմ հետ եկել էին այդ դասին, քննարկում էին ու ասում էին, որ իրանց այդքան էլ դուր չեկա, որովհետև ուժեղ բաներ չէին անում ու չէր մոտիկանում սենց սխմում հետևից, որ բացվի օրինակ շպագատը, սենց ուժեղ, որ իրանք քրտնեն, կարմրեն, ասում ընդրանպես չքրտնեցի, չկարմրեցի, ինձ բան, մկաններս չի ցավում, տենց մի քիչ դուրս չեկավ։ Իսկ ինձ լրիվ հակառակը հենց դրա համար էլ դուրս եկավ։ Մարդիկ ինչ տարբեր են, չէ՞, ու ինչ կայֆ է։ Մեծանալ նշանակում է հասկանալ, թե ինչին մամաները ու տատիները հատուկ գնում շուկա կամ հատուկ գնում ինչ-որ բազարում, ինչ-որ տատիկի կամ պապիկի մոտից, որ ուղղակի փողոցի վրա վաճառում է կանաչի, հենց մենակ այդտեղից առնում, ասենք կանաչի, բանջարեղեն, մրգեր, ու ես կարամ հանգիստ ասեմ, որ այդ առումով ես մեծացել եմ, այդ տարբերությունը շատ ակնհայտ արդեն տեսնում եմ ու զգում եմ, երբ օրինակ սուպերմարկետից եմ միրգ ու բանջարեղեն առնում ու հետո ուղղակի, չգիտեմ, ճանապարհի փողոցից ինչ-որ տատիկի մոտից մանավանդ կանաչին համարյա 2 անգամ, լավ տենց 1.5 անգամ հաստատ ավելի էժանա, շուտ չի հնանում, բորբոսնում, չգիտեմ, ես նկատել եմ սուպերմարկետից առած անգամ ամենաթանկ, ամենալավ օրինակ չերի լոլիկը մի շաբաթում փտում է, իսկ տատիկի մոտից առած ասենք լոլիկները ավելի քաղցր են, ավելի լավն են ու չգիտեմ, մի շաբաթ երբեք չեն ձգում, որովհետև հենց համով են լինում, որ մի անգամից ուտում եմ, օգտագործում, ինչ որ աղցան եմ պատրաստում ու մի անգամից վերջանում է եւ գնային համեմատությամբ եւ որակի համեմատությամբ այսօր դեմքիցս նենց գոհեմ առավոտյան զարթնեցի դաժե առավոտ շուտ գնացի սթրեչինգի էլի բան չնկարեցի, այդքան ուզում էի բան նկարեի, բայց ուշացած գնացի հասա, տենց վերջի րոպե փոխվեցի ու մտա ու սենց ուղիղ ժամը 9:30 էր արդեն ու սկսեցինք սթրեչինգը շատ տարօրինակ է, բայց լիքը ուրիշ մարդիկ էլ կային, որ եկել էին, ուրիշ կանայք աղջիկներ, ու տենց էլի քաշվեցի ու չկարեց հասեմ գլի նկարեմ, ու հեռախոսը չի վերցրել հետս, ասի լավ վсё, չեմ նկարում, այսօր այդ օրը չի, ասացի, որ դեմքիցս ընդհանրապես մարմնիցս շատ գոհ եմ, կարդացել էի, որ քնելուց առաջ ջուր խմել չի կարելի, չի կարելի, որն է իհարկե կարելի է, բայց ցանկալի չի ջուր խմել քնելուց առաջ, որովհետև այդ ամբողջ ջուրը կուտակվում է օրգանիզմիդ մեջ ու առավոտյան ասենց դեմքդ, մարմինդ մի քիչ ավելի ուռած է լինում, ատյոկներ ես ունենում, այդ ջուրը մարմնումդ երկար պահպանվելու արդյունքից ու հիմնականում առավոտներին ամենավատ ժամանակն է օրվա, երբ որ իմ աչքի տակը շատ ավելի սև է, ուռած է, դեմքս ուռած է, ատյոկներով, մարմինս ուռած է, մատներս անգամ երբ որ արթնանում եմ, զգում եմ ոնց է այս մատանիս, ամուսնական մատանիս, միշտ մատիս է սխմում ուժեղ մատս, իսկ երեկոյան այս մատանին ձեռքիցս ընկնում է, ոնց որ անգամ հագս մեծ լինի այդպես, որ նավսյակի իրիկունները մեկ-մեկ հանում եմ, որտեղ նենց իրոք նենց սահելով դուրս է գալիս, որ ինձ թվում է կարող է ընկնի կորի։
ու այս վերջին մի քանի օրը տենց ժամը երևի մինչև 8-ն եմ ջուր խմում, իմ 2 լիտր ջուրը մինչև ժամը 8-ը խմում եմ այս բանկայով, չափելով, որ հատուկ գիտեմ ու ոնց որ կառավարում եմ ինչքան ջուր եմ խմում, մինչև 8-ը փորձում եմ խմել վերջացնել ջուրը ու դրանից հետո ջուր չեմ օգտագործում ու արթնանում եմ շատ ձիգ դեմքով, երբ որ օրինակ ես ընդհանրապես ոչ մի ինչ-որ դեմքի մասաժներ չեմ արել, ոչ առավոտյան, ընդհանրապես ոչ երեկ, ու ընդամենը այդ ջուրն եմ կառավարել։ Չգիտեմ, ես շատ մեծ տարբերություն եմ զգում, որ ընդհանրապես դեմքս շատ ավելի ձիգ է, այտերից, թշերից հատվածը մանավանդ։ Դուք ոնց եք կանաչին պահում։ Ես, չգիտեմ, մամայից եմ սովորել փաթաթել ինչ-որ սրբիչի մեջ, ու սենց սրբիչով սառնարանը դնել, լվանալ, դնել սրբիչի մեջ և դնել սառնարանը։ Այսօր ուրբաթ օր է, վերջին աշխատանքային օրը, վաղը շաբաթ է, ու նաուշնիկները Marshall քրոջիցս վերցրել եմ, ինքը չէր օգտագործում, վերցրեցի ինձ AirPods էի ուզում առնել, մարտի 8-ին ամուսինս ինձ AirPods էր ուզում նվեր առներ, գնացինք որ առնենք, երկար մտածելուց հետո հասկացա, այսինքն օրիգինալ AirPods, ես ոչ օրիգինալը ունեի, ու հասկացա, որ ես չեմ ուզում AirPods, ընդհանրապես չգիտեմ, չեմ սիրում նենց նաուշնիկ, որ մտնում ականջի մեջ, ես էլ չգիտեմ, ինչ-որ քրոնիկ ականջի հետ ցավեր եմ ունենում անընդհատ ականջիս մեջ, ու այդ AirPods-ի մանավանդ այդ սիլիկոնի գլխիկներովը, այս թազաները նենց անհարմար են ինձ, ոնց որ իսին այդքան էլ չուզեցի, իսկ այդ մեծերը փորձեցի, մեծերն են շատ մեծեր գլխից, այս Marshall-ները սենց են հələ որ միջանկյալ նաուշնիկ, մինչև որ ինձ թազեն գտնեմ, իսկ այս շատ հին է արդեն, ինձ մա տեսքից երևում է, բայց այն միակ այն միջանկյալ հիմա նաուշնիկն է, որ օգտագործում եմ, мысли вслух։ Մոռացա ասեմ, որ այսօր ուրբաթ օր է, հիշում եք երկուշաբթի օրը ասեցի, որ կետերս փոքվել է, ուզում եմ թազա կետ ինձ պատվիրեմ ու տենց էլ մինչև հիմա կետ չեմ պատվիրել, տենց էլ մինչև հիմա իմ MacBook-ը այս edge-ի վրա 6PM-ի կետերի, այսինքն մնացածը հերթով edge-երով ման եմ գալիս, որ մի բան գտնեմ, որ դուրս գա ու մինչև հիմա այս չեմ փակել այս edge-ը, չեմ անջատել MacBook-ս, չեմ փակել Safari-ն, այսինքն այս edge-ի վրա մնացածը